Քրիստոսով սիրելի քույրերի եղբայրներ, Աստծո փառք ունենք, որ դարձյալ Տիրոջ ներկայության մեջ ենք։ Աստծո փառք ունենք այս օրվան համար, այս հատուկ օրվան համար։ Հատուկին ավելի կնանք ասել յուրահատուկ օրվան համար, որտեղ մեզ յուրաքանչյուրին արժանի եղավ անգամ եւս քանուն իր ներկայության մեջ։ Գավադան, որ այսօր յուրաքանչյուրս ամեն մեկը իր հատուկ զգացումներով եկած է, ամեն մեկը իր հատուկ ապրումներով եկած է, ամեն մեկը իր հատուկ փորձառություններով եկած է, որովհետև մեր Տերը մեզ յուրաքանչյուրին կյանքի մեջ տարբեր ցեղերով գործեց, եւ մենք գիտակցենք անոր, եւ մենք երախտաբար ենք անոր, եւ մենք այսօր մեր այսօրվա պաշտամունքով մեր երախտագիտությունը եւ մեր շնորհակալությունը կուզենք հայտնել մեր Բրջին, որ մեզի համար իր կյանքը տվավ, որ մեզի համար իր արյունը թափեց։ Եկեք սիրելիներ, հոդանք այս տերունական աղոթքով սկսենք այս նվիրական պաշտամունքը։ Որդյան մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Բոլորս լավ գիտենք, որ Զարգազարդին, երբ Հիսուս իր հաղթական մուտքը կորցրեց Երուսաղեմ, այնտեղ ժողովուրդը ինչպես դիմավորեց Հիսուս որպես թագավոր։ Եվ արդեն անոր մենք կենտանի պատկերը վայելեցինք, Իրագիոր մեր պաշտամունքի ընթացքին, երբ մեր մանուկները այդ մեկը արտահայտեցին։ Սակայն օրին, այսպես 2000 տարիներ առաջ, այդ մեկը ոչ մեկ տեսակետով հրյա առաջնորդներուն չուրախացուց։ Եվ ինչպես որ գիտեք, շատ արագ ժողով գումարվեցավ եւ որոշեցին Տեր Հիսուս Քրիստոսը ցերպակալել, զրպարտել եւ խաչ անել։ Եվ Հիսուս լավ գիտեր անիկա, գիտեր, որ իր այդ հաղթական մուտքին պիտի հաջորդեր այդ ցավի ջամփան, բարաբարքի ջամփան եւ խաչելությունը։ Եվ նաեւ գիտեր, որ խաչելության պիտի հաջորդեր փառավոր հարությունը։ Սակայն այս բոլորը պիտի բադային սիրելիներ, որպեսզի գադարվեր մարգարեությունները, որ թարեր առաջ խոսված էր մեր Բրջի մասին։ Սակայն Հիսուս այս բոլորը կանխատեսելով ուզեց իր այդ յանքի երկրավոր յանքի վերջին օրերը իր աշակերտներուն հետ անցնել։ Եվ 4 ավետարանները այս մեկը կխոսին, սակայն հագիր ցեղով։ Բայց Հովհաննես առաքյալ, որ Հիսուսի սիրելն էր եւ միշտ Հիսուսի հետ էր, անբաժան էր, իր ավետարանին կրնանք ասել, որ մոտավոր 30%-ը հատկացուց այս 3-4 օրվա համար։ 10-րդ, 14-րդ, 15, 16 եւ 17-րդ գլուխները մոտավոր ավես 5 գլուխներ արձանագրած է ինչ տեղի ունեցավ
այդ վերջին ընտրիքի ադենա։ Եվ 10-րդ համարը, 10-րդ գլուխը գսկսի Սելոզադիկի դոնեն առաջ Հիսուս գիտնալով թե իր ժամանակը հասել է, որ այս աշխարհին ելել հորքով, սիրելով իրենիները, որ աշխարհի մեջ էին, մինչև վերջնալ սիրեց զանոք։ Սիրելով իրենիները, օրին եթե առաքյալները իրենիներն էին, այսօր մեզ յուրաքանչյուրս իրենիներն ենք։ Այսօր Հիսուսը մեզի նույն սիրով գսիրե։ Եվ այնտեղ է, որ Հիսուս իր աշակերտներուն ոտքերը լված եւ այդպեսով ասավ, որ իրարու ծառայեք։ Խոնարհության օրինակը տվավ մեզի։ Եվ մենք երբեմն սիրելներ շատ բաներ գիտենք, բայց կարևորը անիկա գիրարելն է, որովհետև Հիսուս ասավ, եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք, բայց առավել երանելի եք, եթե ասոնք կատարեք։ Մենք արգանչված ենք սիրելներ, Հիսուսի օրինակին հետևելով, իրար ոտքերը լվալու, իրար ծառայելու, խոնարհությամբ, իրար հետ գործակցելու։ Եվ նաև գիտենք, որ այնտեղ էր, որ Հիսուս հացը և քինին առնելով, որպես իր մարմինը և արյունը տվավ և իր աշակերտներուն հրավ, այս մեկը ըրեք ինձի հիշելու համար։ Եվ փառք Աստծո, մենք մինչև այսօր կհաղորդվենք Հիսուսի մարմնով և Հիսուսի արյունով։ Եվ նաև այսօր հաջորդեց, երբ արդեն Հութան դուրս ելած էր, կացած էր, ընելու այն ինչ որ իրեն համար գրված էր, կտեսնենք, որ այս անգամ Հիսուս դարձյալ իր աշակերտներուն գսե ցեզի նոր պատվիրան մգուտամ, որ մեկս մեկ սիրեք, մեկս մեկ սիրեք։ Եվ ասով ամենքը պիտի գիտնան, որ իմ աշակերտներս են, եթե իրարու վրա սեր ունենանք։ Մինչև վերջին ընտրիկը Հիսուս ժողովրդին եւ բոլոր հանրության կխոսեր երբեմն արակներով եւ երբեմն ուղղակի, սակայն այս երեգոյի մեջ արագ չի գար Հիսուսի խոսակցության մեջ։ Այս երեգոյի մեջ գար այն ճշմարտությունները, որոնք պետք է աշակերտները լսեին։ Այս երեգոյի մեջ գար այն իրականությունները, որ ուզեր իր աշակերտներուն հանձնարարել եւ այդպես խաչի ճանապարհը բռնել։ Եվ այս բոլորեն վերջ Հիսուս այս բոլորը ասավ այս բաները ցեզի խոսեցա, որպեսզի ինձմով խաղաղություն ունենաք, աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Եվ այս խոսքին կհաջորդի Հովհաննես ավետարանի մեջ Հիսուսի քահանայապետական աղոթքը։ Մենք ասիրելներ, որպես անհատներ եւ որպես եկեղեցի տարբեր տեսակի նեղություններ եւ դժվարություններ ունեցած ենք, ունենանք եւ գտնալը քալիքին ունենանք, բայց մեր հույսը, մեր հավատքը, մեր վստահությունը Հիսուսի վրա է, որովհետև Հիսուսը այս բոլորի մեջ անցավ եւ հաղթական դուրս ելավ։ Այսօրվա պաշտամունքին մեջ են սիրելիներ, մեր քույրերը եւ եղբայրները պիտի մեզի բաժնեկցին Հիսուսի խաչի վրա են արդասանած 7 խոսքերը։ Գիտենք, որ դարաբանքի ճամփայեր, ցավի ճամփայեր եւ ամեն անգամ երբ այդ ֆիլմը դիտենք գաստանիկ սիրելներ, որովհետեւ գիտենք, որ այնտեղ իմ եւ քու մեղքի բարդամուր հագը վճարված է, այնտեղ իմ եւ քու արդարությունը հաստատված է, այնտեղ իմ եւ քու հավիտենականությունը ապահովված է։ Թող դերը դա որ սիրելիներ այսօրվա խորհուրդը կենտանի մնա մեր կյանքի մեջ։ Անգամ եւս հիշենք, անգամ եւս մեր մեջ, մեր ուխտերը նորոգենք, որ Հիսուս այս մեկը հրավ ինձի համար։ Այսօրվա պաշտամունքին մեջ են ետրոնացումդ եւ ամբողջ մտածումդ միմիան քո անձիդ վրա դեր։ Մտածե եւ հետաքրքրվե միմիան քո անձովդ։ Եվ անգամ եւս վերհիշե, որ Հիսուս ինչեր հրած է քեզի համար, Հիսուս ինչեր հրած է ինձի համար։ Լինի խնդրեմ, որ արդեն գտեսնենք պատկերը
Հիսուս կարդասան է և գսե հայր թողություն դուրանոնց բասնձի չեն գիտեր թե ինչ կնեն և նևրին ադե ինչպես որ գիտենք որ ինչ Հիսուս խաչված էր իր հետ գային երկու ավազակներ, որոնք արժանի էին սիրելներ այդ պատիժին Ինչ անոնց մեկը գսեր, եթե Աստծո որդի ես մեզի այստեղ եմ վարար, երկրորդը խաչի վրա վերջին վարյանին իր կյանքը գապահովակրե և Հիսուս իրեն գսե թուն այսօր ինձի հետ պիտի ըլլաս դրախտի մեջ իր կյանքի վերջին վարյանով իր հավիտենականությունը ապահովեց այն ավազակը Եվ այս անգամ Հիսուս ամփոխի նայելով կտեսնի իր մայրը և Հովհաննես Սարաքյան և մորը գսե ովնին ահա քու որդիդ և տարնալով Հովհաննեսին գսե ահա քու մայրդ Եվ Հիսուս որ հորը հետ կխոսեր հայրին այստեղ բացականչի և գսե Աստված իմ ինչու զիս թողուցիր իր հյուծված մարմինով և արյունական վիճակով արդեն ծարավ էր Հիսուս և բացական չէ սելով ծարավ եմ շուրակն արգելով սակայն շուրի դեղ իրեն գհրամցնի քինին և այս բոլորի մեջ Հիսուս գսե ամեն բան դադարվեցավ ամեն բան գադարվեցավ և իր երկրավոր կյանքի ավարտը գավարդե ասելով հայր քու ձեռքերուդ մեջ գավաթեր իմ հոգիս այս բոլորը կստիպե մեզի որ խոնարհենք խաչին և խաչյալին առջև Եվ եկեք սիրելներով այս երկով մեր շնորհակալությունը հայտնենք, որովհետև խաչի մոտ էր, որ ծագեց լույսը, խաչեն էր, որ մեզ մեր յուրաքանչյուրին հասավ հրավությունը։ Oh
Սիրելիներ, Հիսուս ծնավ ոչ թե թագավորի պես, այլ համեստ մսուրի մեջ։ Իր կյանքի ընթացքին այն բժշկեց, ուսուցանեց, սիրեց և ներեց, բայց այդ սերը զինք տարավ մինչև խաչ, որտեղ մարդիկ, որ ովսանաներ լսին և ընդունեցին իրեն, իսկ ետքը նույն մարդիկ մերժեցին զինք, դատապարտեցին և խաչեցին։ Բարի եկած եք սիրելի քույրեր և եղբայրներ, բարի եկած եք Աստծո ժողովուրդ, աղեք բաժինը ընտրողներ։ Եկեք մեր միտքերը, հոգիները և աչքերը ուղենք այն միակ արդարին, որուն դատապարտեցին և խաչ բարձրացին իրենց շահերուն համար երկու ավազակներու միջև և խաչին վրա քամերը քամելով ծաղրանքի արին իրեն, ասելով, եթե ասված ես, հիմա իջիր խաչեն։ Մարդկային տեսանկյունեն այդ բահուն Հիսուս կարելի էր արդարանալ, փողոքել, կամ լրել, բայց Հիսուս ինչ ընդրեց։ Հիսուս ընդրեց այդ խոսքը, որ Ղուկաս 23-ի մեջ հիշված է 34-րդ համարի մեջ, որ գսե հայր, թողություն դուր ադոնք, վասնզի չեն գիտեր թե ինչ կնեն։ Այս խոսքը բարձ արտահայտությունը չէ, այլ խաչին սիրտեն աղոթք մնե։ Հիսուս այս խոսքը գսե այն բահուն, երբ ան ամենե վատ վիճակի մեջ էր, ան իրեն գծաղրին, գվիրավորին և ետքը իրեն խաչ բարձրացին։ Հոս գամ կարնենք և հարց տանք մենք մեզի սիրելներ, թե արդյոք մենք ամենե բարձ վիճակի մեջ գրնանք ներել, երբ մեր սիրտը ցավի մեջ է։ Հիսուս կսե, որ անոնք չեն գիտեր իրենց ըրածը, այսինքն բոլորը հոգևորապես գույր են, չէին հասկնար թե որուն խաչ են։ Այս խոսքը մեզ կսորվեցին է, թե մարդիկ մեզ կվիրավորեն և չեն հասկնար իրենց ըրածը և երբեմն անոնք կործեր գնեն մեզի, կործեր վիրավորված սրտով կամ անկիտությամբ մեզ կվիրավորեն։ Հիսուս մեզ նաև կմխիթարե, քանի ոչ միան կները, այլ նաև կդիմե իր հորը սերով, հայ, ներիր անոնց։ Այսօր այլ Հիսուս մեզի համար կպարեխոս է, երբ մենք կմեղանչենք, երբ մենք կսխալենք, ան մեզ չի մերժել, այլ կգանքնի մեր կողքին։ Հիսուս կսե մեզի ներեցեք, ոչ թե որովհետև արժանի են, որ մենք իրենց ներենք, այլ որովհետև երբ մենք ներենք, մենք ազատ կլինենք։ Երբ մեր հոգին կհանգստանա, երբ չենք ներել, մենք կգապվենք անցյալին, կգապվենք ցավին, կգապվենք տարաբանքին, բայց երբ կներենք, մեր սիրտը կազատվի, մենք խաղաղություն կստանանք։ Այսինքն, ներումով ոչ թե դիմացինին ուրախացնենք, այլ կբժշկվենք ցավերը և ուրախացնենք դիմացինին։ Եթե այսօր մեր կյանքի մեջ գա մեկը, որուն չենք ներել, Հիսուսի խոսքը կսե, ինչպես ես ներեցի, դուք ալ ներեցեք։ Ներելը չի ճնչեր հիշողությունը, այլ ներելը կփոխե մեր սիրտը, կփոխե մեր իրավիճակը։ Հիսուս դյուրին չի ներեց, Հիսուս ներելու համար քին վճարեց, Հիսուս արույն տապեց և իրեն խաչ բարձրացին։ Խաչը դարձավ ներումի ճանապարհ, քանի ներումը ողորմություն ուզե։ Ներելը չի նշանակել, որ դու ճիշտ էիր, այլ կնշանակե, որ սխալը Աստուծո կհանձնես։
Բայց այս բոլորը կատարելու համար պետք է որ պայքարենք, որպեսզի արդարություն ստանանք։ Եվ այս բոլորը ինչ կպատճառի մեզ պայքարելու համար մեզ ցավ կպատճառի։ Հիսուսն մեր հետ ներեց բոլոր մարդկանց եւ խնդրեց իր հորմեն, որ ները բոլորին։ Բայց մեր ներելը գուցե որ գրքին եւ միշտ աղոթենք, հանցնենք մեր իրավիճակը Աստծո եւ չի վախնանք ովևէ դեպքերում։ Սիրելիներ, եթե չի ներեք, մեր սիրտը կծանրանա, օրեր գանցնի, ավելի պիտի ծանրանա, շաբաթներ, ամիսներ անց անգարելի պիտի լա մեր սիրտը դիմանալ այդ ծանրությունը։ Հիսուս խաչի վրա ներեց իր ամենավատ վիճակի մեջ, քանի ներելը թույլություն չէ, այլ ուժ է, ներելը բարդություն չէ, այլ հաղթանակ է սրտիդ մեջ։ Եվ այդ մեկը Հիսուս ցույց տվավ, որ սիրտը ամենաբարձր պահի մեջ կներե։ Եկեք այսօր ընտրենք ներել, որովհետև ոչ թե դիմացին արժանի է, այլ որովհետև մենք Աստծո զավակներ ենք։ Ներումով մեր սիրտը պիտի բժշկվի, մեր հոգին պիտի խաղաղի, մեր կյանքը պիտի լեցվի Աստծո ներկայությամբ։ Եկեք եւ այս դերին հերանանք, ներումով դառնանք եւ խաղաղություն փերողներ լանք։ Հիմա այս երկով դերեն խնդրենք, որ մեզ բահե իր խաչին վրա, քանի որ ինքը իր արյունը թափելով մեզ փրկեց, մեզ ազատեց, մեզ սորվեցուց ներել այդ վիճակի մեջ, որ մենք ինքը ներեց մարդոց ամենավատ վիճակի մեջ, եւ մենք կրնանք մարդոց ներել ամեն վիճակի մեջ, եթե մենք Հիսուսին ճանապարհը քարենք։
արջևդ ու կանք Տեր Աստված։ Այս պահվան մեջ երկրվակ եմ քո արջևդ, մեկ սիրտ, մեկ հոգի, ես եւ իմ բոլոր քույրերս եւ եղբայրներս։ Մինչ այս պահվան մեջ լսեցինք քո ճշմարտության խոսքը, որդուն ինչպես ներեցիր մեզի Տեր։ Ինչը սքանչելի ես երկնավոր Հայր, ինչ մեծ ես, ինչ հրաշալի ես։ Երկինքի փառքը ցկած իջած եկիր, մեզ նման դգարներուն, մեզ նման մեղավորներուն, մեզ նման անիծյալներուն դեր հրգեցիր։ Հաշտության միջոցը բացիր։ Խաչի ջամփայով մեզ հոր հետ հաշտեցուցիր։ Շնորհակալ եմ Տեր, ինչ մատուցան եմ քեզի քիչ է։ Այս պահվան մեջ կխնդրեմ քեզ մեզ Եգուր եւ մեր սրտեր անգամ եւս սրբե, մաքրե, նորոգե, ինչպես Տեր Եզեկիելի մեջ ասել, աման նոր սիրտ մը պիտի դամ, մարմներեն սիրտ մը պիտի դամ, Եգուր այս պահվան մեջ մեր սրտերը նորոգելով, նոր սիրտ իր մարմներեն իր, որպեսզի փոխվի, հոգիով էլ լա Տեր, ներենք մեր նմաններուն, ներենք Տեր Հիսուս, կհաչեմ, որով երկնքի թրանքով երբ որ կանք, մեր խոստովանած մեղքերը չլա եւ աններող սիրտ ունենա, պիտի չընդունիս մեզի, ները մեր սրտերը, ները մեր հոգիները, օգնե մեզի Տեր, որ քեզի նմանիկ Տեր, ինչպես ներեցիր, մենք դա ներենք, այո քին գուզեր, ամենեսուր քինդ վճարեցիր, արյունդ թափեցիր, դերևս մենք դա պիտի տրտմենք, պիտի լան, վնասչունի գսենք Տեր, բայց օգնե մեզի, հաջիս հայ, եւ կա արջևդ կանք ամոտով չմնանք, եւ կա արջևդ կանք Դեր գաղաչեմ ները մեր ունցերը, դեր գաղաչեմ սրպեմիր ունցերը, չեն գուզեր այդ պահվան մեջ կեզ մեր հերու մնալ, ավակու ոտկերուտ կով մեզի պահել, օգնե, զորացուր, մակրե, լվալ դեր այս պահվան մեջ, կարչևըտ կարման հարայով, այսօր վեր գսկսի, այս պահվն է գսկսի դեր, ները մեր սրդեր, դժմարտության ու խոսքը, Եթե խոստովանիք մեղքերնից ավադարին արդար է անիգա, ները մեր սիրտը, մեր հոգիները դեր, եւ օգնե որ ճշմարտության ջանքում մեջ քեզի հետ գալենք։ Առանց քեզի չեն գուզեր երկնավոր Սուրբ Հայր, մեր դգար ցերկերը բռնել, մեր դգար ոտքերը զորացու, մեր աչքերը զորացու, մեր ձունգերը ալավելի քո արջևը տալու երկյուղածությամբ երկրվակելու դեր։ Շնորհակալ եմ երկնավոր Սուրբ Հայր այս բաղվան եւ այս արիթին համար անգամ եւս արիթի դվիր դեր, որ մեր սրտերը փանան քո արջևը, քո ճշմարտության խոսքով որպեսզի ներենք դեր։ Շնորհակալ եմ դեր, որ մեզի ներեցիր, մեզի որդի ընդունեցիր։ Փառքը լա քեզ երկնավոր Սուրբ Հայր, որ խաչեն եկավ մեր բրգությունը, խաչի ջամփով եկավ մեր օրհնությունը, հաշտությունը, փառքը, բադիվը մեծարանքը միայն քեզ է երկնավոր։ Ճշմարիտ կսեմ քեզի, թուն այսօր ինձի հետ թրախտի մեջ գելաս։ Ահա գտիդենք Կողկոթայի լերը մեկ ուրիշ անգույն է։ Գտիդենք 3 խաչապայտեր, որոնց մեկ ախված էին 3 մարդիկ։ Աչին ցախին հանցագործեր եւ մեջտեղը անմեղ մարդ։ Եվ գտեսնենք մեկ այլ մարգարեության գադարում, որ հիշված էր Եսայա գրքին մեջ։ Քանզի իր անձը մահվան մատնեց, հանցավորներուն հետ ցեպվեցավ, շատերուն մեղքը վերցուց ու հանցավորներուն համար միջնորդություն արավ։ Այնտեղ կային հարյուրավոր մարդիկ, աշակերտները, Հիսուսի բարեկամները, մայրը, զինվորները եւ բոլորն լսելիք ունեին Հիսուսին եւ հարցումներ գտային անոր։ Բայց ան 6 ժամվա ընթացքին պատասխանեց միայն մեկ հարցումին եւ խնդրանքին։ Այն էլ ապաշխարության խնդրանքը։ Այս երեքը ոնց որ կներկայացնեն ամբողջ մարդկությունը։ Հիսուսը մեր ժողները, Հիսուսը ընդունողները եւ Հիսուսը մեր փրկիչը։ Այս երկու ավազակները Աչագողմյանը եւ Ցաղագողմյանը, որ Հիսուսի աչ եւ ցախ կողմը խաչված էին, նույն ժամանակաշրջանին ապրած էին։ Երկուքն էլ լսած էին Հիսուսի մասին, անոր հրաշքներու մասին։ Երկուքն ալ նույն մեղքը կործած էին։
Եվ երկուքն լսեցին Հիսուսին խոսքը, որ լսե հայրները իրենց ոդեր չեն գիտեր ինչ կնեն։ Բայց յուրաքանչյուրը որոշումը արավ։ Մեկը որոշեց Հիսուսին ընդունել եւ փրկվել, իսկ մյուսը որոշեց Հիսուսին մերժել եւ գործել։ Չեմ գիտեր ինչպես ներկայացնեմ երանելիությունը, որ այս ավազակներուն մասին է, որոնք խաչվեցան Հիսուսի հետ եւ արիթ ունեցան անոր հետ խոսելու։ Մինչ շատեր օրերով քյուրեքյուր դոբդեի զինք տեսնելու, անգեղ ընտրելու եւ պատասխան առնելու։ Երբեմն այո պատասխանը գարնեին եւ երբեմն ոչ եւ շատ անգամ սպասել։ Ինչպես գիտեք Հիսուս Ղազարոսի հիվանդության լուրը երբ արավ, ան սպասեց 2 օր, դեղնի վրա չգործեց եւ չպատասխանեց։ Իսկ Հիսուս այս ավազագին խնդրանքը պատասխանեց անմիջապես այո, եւ ոչ միայն այո, այլ ուրիշ բարգեւով մը ճշմարիտ կսեմ քեզի, այսօր իմ հետս տրախտը պիտի ըլլաս։ Սիրելիներ, ապաշխարության խնդրանքը, մեղքերու թողության խնդրանքը եւ տրախտի մուտքի խնդրանքը միակ եւ ամենաշուտ պատասխանված աղոթն է եւ խնդրանքն է, որ 100-100 կպատասխանվի։ Այո, եւ շատ արագ, առանց կասկածի։ Այս երդասարտը խաչապայտի վրա գտարնա ուսուցիչ ապաշխարության եւ առաջին եւ միակ պատկանը կփոխանցե առանց թղթերու, առանց ամբիոնի, ամենադգար եւ ամենաողորմելի վիճակի մեջ։ Առաջինը, որ իր պատկամներ գսե ապաշխարության առաջին քայլն է ընդունել, որ մեղավոր են։ Ինչպես հրավ, մենք արդարապես կդարաբինք, որովհետև մեր գործերուն արժանին կստանանք, բայց այս մարդը մեր Տեր Հիսուս Քրիստոս ոչ մեկ չարի կրած է։ Եվ երկրորդ կետը, որ գխոսի գսե ապաշխարության երկրորդ քայլը հայտարարել, որ Հիսուս Աստված է եւ թագավոր թագավորած։ Եվ անասա Հիսուս, հիշեցիս երկու թագավորության պատկաս։ Ով մարդ, ասին շաբաթ կունիս, ասին հոգևոր աչքեր ունիս, որ դգար, խաչված, ձիծաղի ենթարկված մարդուն թագավորությունը տեսար եւ մարգարեացար եւ դարձար Հիսուսով թրախտի մտնողը Հիսուսին հետ առաջին թրախտ մտնողը երբ առաջին մարդը ատամ երանելության մեջ ապրողը թրախտին թուրը փակող եղավ նույն վայրը նույն բարակային մեջ դեպեր որոշումներ եւ հավիտենական դարբեր ճակատագրեր թրախտ թե թժող մեկ վարգյան որոշումը անոնց տարավ դարբեր վայրեր Դեր Հիսուս բարի է բարդար, թադավոր, ողորմած եւ կտած հայր։ Շնորհակալ եմ, որ նույնիսկ խաչապայտին վրա կդար այն մարդը, որ փրկության կարիք ունի։ Ցավերու տանչանքիդ մեջ դեսար կարիքը եւ գադարեցիր փրկությունը։ Շնորհակալ եմ հայր, որ այս հրաշքով ցույց տվիր մեզի, որ փրկությունը վստահ խոստում է։ Ճշմարիտ կսեմ քեզ այսօր իմ հետս պիտելաս երկրի մեջ։ Փրկությունը անմիջական է, իսկ երրորդ թրախտը Քրիստոսին հետ ըլլալն է։ Հալելույա, փառք որ մեր հավատքը այդպես չէ։ Մենք հավատ ունենք, որ թրախտ պիտի երթանք, թե ոչ մենք ծիծաղելի եւ ցավալի մարդիկ պիտի ըլլայինք։ Այն ավազակը, ոնց որ խաչապայտին վրա երգեց, շնորհակալ եմ հայր, որ քո սիրով այցելեցիր ինձ եւ փրկություն բարգեւեցիր։ Եկեք մենք գալ այս երգը երգենք, բարերը ապրենք եւ մենք շնորհակալություն հայտնենք, որ օրը մեզի հանդիպեցավ եւ մեզի հավիտենական կյանք բերել։ Եվ խնդրենք իր մեն, որ 100 պատասխանվող խնդրանքը, ներումը եւ փրկությունը բարգեւե մեր ազգի զավակներուն, մեր ընտանիքի անդամներուն, մեր բարեկամներուն համար։ Մինչ այս երգը պիտի երգենք քույրեր եւ եղբայրներ, այդքից երբ պիտի խնդրեմ անհադդ, թուն անցդ, աչքերդ փակես եւ շնորհակալ որ քեզ փրկություն բարգեւեց։ Եվ երգը մեկ րոպե երբ պիտի խնդրեմ մամայես, որպեսզի աղոթե հոգիներու փրկության համար։
Փառքը Տիրոջ մեր խաչյալ Տեր Հիսուս Քրիստոսին եւ փառք իր հարությանը։ Սիրելիներ, խաչին վրայի Տեր Հիսուս Քրիստոսի հնչած խոսքերը սովորական խոսքեր չէին։ Այդ խոսքերը շատ խորը իմաստներ ունեին։ Ամեն մեկ խոսքը, 7 խոսքեր, ամեն մեկը խորը հոգևոր իմաստներ ունեին։ Անոնք միան դարաբանքի եւ ճարճարանքի խոսքեր չէ։ Այդ խոսքերում մեջ կար սեր, կար հոգատարություն, կար պատասխանատվություն։ Այդ խոսքերում մեջ։ Եվ այս հատվածի մեջ կտեսնենք ինչպես Հիսուս խաչին վրա վար գնայի, կտեսնե իր մայրը եւ կտեսնե իր սիրելի աշակերտ Հովհաննեսը։ Ամեն մեկուն ընդամենը երկու բառ գսե։ Մարիամին նայելով գսե ահա քո որդիդ, Հովհաննեսին նայելով գսե ահա քո մայրդ։ Եվ Սուրբ Գիրքը գվկայ է, որ այդ օրվն է իսկ Հովհաննես Մարիամը գարնե իր դունը։ Այս 4-5 բարի մեջը որ Տերոջ պերնեն կհնչե Մարիամին և Հովհաննեսին, շատ մեծ թասեր կտնան կաղել։ Կուզեմ, որ այսօր 4 կետեր հիշել այս խոսքի մեջը։ Առաջինը սիրելիներ, Հիսուս իր ցավերուն մեջ ուրիշներուն ցավեր է նկատեգոր։ Շատ հետաքրքիր է։ Խաչը ամենածանր դերն էր։ Դերնը քամերով, արյուններով, որ ուրիշներ, եթե գարտանք պատմության մեջ, այդ բահերը լալով գանցնեին, բորալով գանցնեին, իրեն խաչողներուն հայոյելով գանցնեին, բայց դերը այդ ցավերուն մեջը ուրիշին կմտածեին։ Իր մորը կմտածեին, որ ինչ պիտի լա իրեն։ Ֆիզիկապես դերը գոդրված էր, անարգված էր եւ լքված վիճակի մեջ էր։ Մարիամ խաչին տակ կգանքնած իր որդին գնայր, որ ինչպես կդարաբի, ինչպես արյունլվա վիճակի մեջ է եւ հոգին պիտի հանցնե։ Եվ դերը ադի տեսնելով գուզե հոգա, գուզե թեթևցնել իր մորը վրա։ Շատ անգամներ սիրելիներ մենք երբ խնդիրներու, ցավերու, նեղություններու մեջ կլանք, կգարձենք, որ այդ բահերում պետք է ամբողջ աշխարհը մեր շուրջը տանա։ Պետք է ամեն հոգադարությունը մեր վրա լա, մենք լանք կենտրոնը հոգադարության, երբ որ այդ նեղության մեջ ենք։ Տեր Հիսուս այս պահին մեզի կսորվեցնե, որ մենք մեզի չէ, այլ ուրիշներուն պետք է մտածենք։ Իսկական սերը ցավի ժամանակ ոչ թե մենք մեզի մտածելն է, այլ ուրիշներուն մասին մտածելը։ Երկրորդ կետը Հիսուս կգադարե իր որդիական բարդականությունը։ Որդիական բարդականությունը ներևադի կգադարե։ Նորեն այդ դժվար վիճակի մեջը գողոքա իր մորը աբական։ Այդ ժամանակ սիրելիներ այրիները եւ մանավանդ ով որ զավակներ չունեին, շատ դժվար բարականերում մեջ ապրող մարդիկ էին եւ անպաշտպան կլային։ Հիսուս ադիկիտնալով չուզեց իր մայրը անպաշտպան ցկել։ Հիսուս գիտեր, որ երկրային ծառայության իր վերջին վարքյանները գաբի որ եւ չուզեց մայրը այդպես մնա, անպաշտպան մնա։ Մինչև վերջին շունչը բահեց աստվածային պատվիրանը, որ գսե պատվե քու հայրդ, քու մայրդ։ Այսօր մեզ մեջ շատեր ինձ մեզ սկսել։ Կյանքի սպառնունքները, գործերը, տարբեր բաներ գսկեն, որ շատ ադեն չի մտածենք, մեր ծնողներու մասին, մեր ընտանիքը, մեզի պետք ունեցող մարդոց մասին չի մտածենք։ Դեր հոս մեզի մեծ թասն ուտա, որ մենք ալ սկսենք մտածել մեր ծնողներուն, մեր ընտանիքներուն եւ մեզի պետք ունեցողներու մասին։ Երրորդ կետը սիրելիներ խաչի վրա դերը ընտանիք կգազմենք։ Հիսուս երբ Հովհաննեսին ասավ ահա քու մայրդ, ուղղակի իր մորը համար խնամողը չկարկատրեց։ Հիմա կան մարդիկ իրենց ծնողներուն համար, երբ որ մինակ կապին խնամողը կտրեն կողը, որ իրենց խնամեն։ Դերը միայն ադի չրավ, դերը երկուքի մեջը գապն ստեղծեց։ Եվ խաչին վրա ըլլալով իրենց ընտանիք մգազմեց, որ երկուքը իրար հոգանան։ Ասի մեզի կսորվեցնենք ու իրեր եղբայրներ, որ քրիստոնեության մեջ կամ Քրիստոսի մարմինի մեջ մեզ մե ամեն մեկս անհատական սովորական անդամներ չենք։ Մենք որպես եկեղեցի պետք է ընտանիք ըլլանք,
Մեզ մեր ամեն մեկը պետք է բարդավորությունը ըսկա, որ դիմացինի մասին հոգա, դիմացինին գարեկցի, դիմացինի նեղության ադեն թիգուկ կանգնի իրեն։ Մեր մեջը գրնալ ալգան մարդիկ, որ մոդիկներ իրենց հետը չեն, ասկականներ, զավակներ իրենց հետը չեն, մինակ կապրին, և մեզ մեր ամեն մեկը իրավունք ունի, որ այս եկեղեցին մեջը իրեն համար գտնի հայրը, մայրը, գուրիմը, եղբայրը, որ իրեն ընտանիք համար է։ Չորրորդ կետը, սերը միայն ըսկացում չէ, այլ գործ։ Դերը այս երկու նախատասության մեջ գծծնե, որ ինքը միայն խոսող չէր։ Դերը գրնա խաչին վրա, իր մորը սեր ես քեզի գսիրեմ։ Մորեն սեր հայտնել, բայց միայն խոսք պիտի ելար։ Դերը այդ երկու խոսքը չսավ միայն, այլ գործով ցույց տվավ եւ իր մորը ցևով մաբական ապահովեց Հովհաննեսին հանձնելով։ Այսօր կգարձեմ մեզ մե ամեն մեկը իր ծնողքին գսիրե, իր ընտանիքը գսիրե, իր մոդիկները գսիրե։ Երանի որ միայն խոսողներ չլանք, այլ գործողներ, մանավանդ երբ որ իրենք մեր գարիք ունեն։ Խաչին վրա սիրելիներ, մահվան եզրին վրա Հիսուս ժամանակ կդավ իր մորը համար։ Այսօր հարցումը մեզ մե ամեն մեկուն է։ Եթե դերը այդ վիճակի մեջ ժամանակը կդավ հոգալու իր մորը, արդյոք մենք մեր հանգիստի մեջ ժամանակ կգտնենք, որ մեր ծնողներում, մեր ընտանիքներով հոգալու, իրեն ժամանակ հատկացնելու։ Մեզ մե ամեն մեկուն այս խոսքինց մեզ կսյալ։ Եկեք սիրելիներ մեր սերը գործով ցույց տանք եւ չի հետացկենք, որովհետեւ սերը որ կհետացկվի երբեմն կդառնա զղջումի։ Օր ու կգնալ ալուզե սեր հայտնել մեղումը եւ արդեն ուշ կգնալ։ Սիրելիներ գուզեմ մեր գլուխները խոնարեցնենք։ Ուզեմ, որ եթե կարելի է, երկու լանք, 3, 4 չի տարբերում, ինչպես որ հարմար է։ Եվ բաղմը մենք մեզի որնանք, և մեկ հոգին կոն է մնացածին համար աղոթեր։ Մեր պետքերը, մեր դժվարությունները, մեր ցավերը որնանք։ Եթե երկու հոգի ենք, մեկը մյուսին համար թող աղոթի, եթե ավելի ենք խումբի մեջը, մեկ հոգին մնացածին համար թող աղոթի։ Ուզեմ երկու վայրկյանը հատկացնենք և իրար ցավերուն եւ իրար պետքերուն համար աղոթենք։
Ճիշտ այս ժամերում ես, ժամի 9 ադենները, Հիսուս մեծ ձայնով աղաղագեց ու սավ. Էլի, էլի, լամա սապակտանի, որ զել է, Աստված իմ, ինչու զիս թողուցիր, Գողգոթայի խավարած, քաոսին մեջ են, արամերեն լեզվով, բարձրացավ այս անհասկնալի աղաղակը։ Ներման ժամանակ, Հիսուս խաչի վրա իր առաջին խոսքին ժամանակ, սավ հայր, բայց լքման ժամանակ, սավ իմ Աստված, լքման ժամանակ ան իր դերն որ գանչեր, իրականացնելով Սաղմոս 22-ի մարգարեական խոսքերը։ Հիսուսի
ցավը սիրելիներ խաչին վրա անդանելի էր Բշեբսագի իր գլխուն կամեր իր ձեռքերուն ոտքերուն արյունը գգաթեր ցավը գզորանար բայց ինք աստծո գգանչեր ինք անոր ներկայությունը գուզեր Սիրելիներ ոչ թե միայն մարմնի ցավեր ոչ թե միայն մարմնի դանչանքեր խաչի վրա Հիսուսի գրած ցավը ապա հոգեգան ներքին ցավը այդ բաժանումն էր մեր մեղքերը իր ուսերուն վրա դրած մեր դերը գաբրեր այդ բաժանումը երրորդ ուտենեն որ այսպիսի բանը Հիսուսի ապրած կյանքի մեջ եղած չէր մեր մեղքերու ծանրությունը իր ուսին շալգած էր մեր մեղքերու պատիժը մեր մեղքերուն անեծքն էր իր ուսերուն վրա այդ պատիժը գրելով բաժանումը գաբրեր եւ ինքը իր հոր ներկայությունը գուզեր սիրելիներ այդ հաղորդակցությունը որ գար քիշեր ցերեկ այդ հաղորդակցությունը խզված էր եւ Հիսուսի համար ամենայն կարեւորն էր այդ հաղորդակցությունը խզված էր սիրելիներ եւ այս իրեն առավել ցավ պատճառ իր մինագությունն էր իրեն ցավ պատճառողը եւ այս բոլորը ինչու համար սիրելիներ ինչու եթե ոչ իմ եւ քու փրկության համար իմ եւ քու փրկության համար դեր ողորմիր մեզի Եգուր եւ այդ խաչին վրա գտեցուցած այդ արյունովը դեր Եգուր լվա մաքրե եւ սրտե մեզի անգամ եւս եւ այն հոգիով սուրբ հոգին որ դված ես մեզի դեր Եգուր օգնական եղիր որ քեզի վայել կյանք միայն քեզի վայել մեր ոչման վայել լույսը լալով մեր շուրջիներուն քու լույսդ ով դեր որ խավարեցավ այս ժամուն մեր մեղքերուն պատճառավ այդ լույսը որ մեր մեջն է թող լուսավորե մեր կյանքը թող լուսավորե մեր շուրջինները թող լուսավորե մեր ճանապարհը եւ մեր սերունդեր սերունդ անոնցալ ճանապարհը եկեք սիրելիներ եկեք մինչ մեմ եղանագով կշարունակենք Եգուր այսօր անցիդ հետ առանցնացիր անցիդ հետ առանցնացիր եւ մտածի այդ անմահ հոգիիդ մասին այդ անմահ եւ թանկագին հոգիդ շատ արժեքավոր է Հիսուսի անոր համար իր անձը դվավ անոր համար իր անձը մատնեց խաչի մահվան եւ գրեց այդ ներքին ցավը դարավանքը իմ եւ քու անմահ հոգի համար Եգուր քննե անձդ սիրելիս քննե անձդ Եթե այս սիրտդ որ բահված է շատերեն բայց դերոջ աչքին արջև հստակ է Եթե ադի ուրիշներու աչքին արջևը լարդու ինչպես պիտի ապրեիր այս սրդետ ինչեր պիտի անցներ եւ ինչպես պիտի ապրեիր ու խորհուրդները եթե արձանագրվելու լային արդյոք ինչպես պիտի խորհեիր դեր ողորմիր մեզ ով դեր շնորհակալ ենք դեր շնորհակալ ենք որ երբ քեզի ջզմեցինք քեզ միայն սեր պխավ որովհետև դու սեր ես կամված խաչի վրա երբ ցիտաբդուղը ջզմենք ցետ դուրս կուտա երբ ձաղինը մեր ոտքերուն տակ գրորենք երբ փուրմունքը դուրս պիտա դեր արդյոք մեզ մե ինչ փուրմունք դուրս կուկա
Դեր ողորմիր մեզի, ողորմիր մեզի ով դեր, օգնե որ քիչ ավելի, քու մոդդ մնանք, օգնե որ քիչ ավելի, քու մեջդ մնանք, օգնե որ քիչ ավելի արթուն և զգաս տլա, Հիսուսի զորավոր անունով աղոթեցի, ամեն։ Հիմա բահն է մեր սրդերը իրեն նվիրելու, երկելով քեզ եմ նվիրում, անգամ ևս քեզ եմ նվիրում դեր, իմ սիրտը, անգամ ևս քեզ եմ նվիրում, իմ կյանքը։ Քեզ եմ նվիրում սիրտային, քեզ եմ անցայում կյանքային, քեզ եմ նվիրում սիրտային, քեզ եմ անցայում կյանքային, արան ինչ ուզում ես, արան ինչ նորանք են կյանքում, քեզ եմ անցայում ամբողջովին, արան ինչ ուզում ես, արան ինչ նորանք են կյանքում, քեզ եմ անցայում ամբողջովին, արի հաճելի կատարյալ, գողան թողինի իմ կյանքում, արի հաճելի կատարյալ, գողան կաստավի թող իմ կյանքում, արան ինչ ուզում ես, արան ինչ նորանք են կյանքում, քեզ եմ անցայում ամբողջովին, արան ինչ ուզում ես, արան ինչ նորանք են կյանքում, քեզ եմ անցայում ամբողջովին։ Ամբողջովին դեր, ամբողջովին, քեզ ենք ընձայվում, ամբողջովին, դեր մեր ամբողջ էությամբ, ամբողջ կյանքով, մեր կյանքի ամեն բարականերում մեջ, քեզ ենք ընձայվում դեր, և միայն քեզ, Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Հիսուս իր մայրը հանձնած է Հովհաննեսին, հավիտենական գորուստեն ազատած էր ավազակին, և գիտնալով, որ ամեն բան լմնցած էր, ըսավ ծարավեմ։ Դերը խաչին վրա գսե ծարավեմ։ Այն նույն դերը, որ ըսած է, եթե մեկը ծարավ է, թող ինձի գա։ Ով որ խմե այն ջուրեն, որ ես անոր պիտի դամ, հավիտենական չծարավեր։ Հիմա ինք ծարավ է։ Սիրելիներ, Հիսուսի խոսքերը, ինչպես եղբայրները ասին, բադահական չեն։ Այդ ծարավեն իմաստներ ունի մարդկային դարավանքի և ծավի իմաստ։ Հիսուս ֆիզիկապես ծարավ էր, խաչելության, ծանր ցավերու և արյունահոսության
պատճառով։ Ան մեզ ցույց կտա, որ ինք գադարյալ մարդ է եւ անշուշտ գադարյալ Աստված։ Եվ գգրե մարդկային ցավ։ Այս բանը մեզի համար ծևով մխիթարություն է։ Այսինքն, երբ դարաբանքի մեջ ենք, ցավի մեջ ենք, լքված վիճակ ունենք, միակը չենք, որ այդ վիճակի մեջ ենք։ Հիսուս ալ անցավ այն ճամփային, Հիսուս ալ ցավեցավ, Հիսուս ալ հայհոյվեցավ, Հիսուս ալ մեկը իր մոտ չեկավ։ Ինքն ալ մնաց մենակ։ Երկրորդ, մարգարեությունը գադարվեցավ։ Հիսուսու խոսքը բադահական չէր, այն նաև մարգարեության գադարում էր, ուր գտեսնենք Սաղմոս 69:21-ին մեջ ու զարավացած ադենս կացախ խնդրուցին ինձի։ Այս ցույց կտա, որ խաչը Աստծո փրկության ծրագրի մեկ մասն էր։ Ոչ մեկ բան բադահական է։ Աստված սկիզբեն պատրաստած է եւ ծրագրած փրկության ճանապարհը։ Եվ Հիսուս մինչև վերջ հնազանդեցավ այդ ծրագրին։ Մինչև վերջ հնազանդեցավ իր Աստծուն։ Մինչև վերջ հնազանդեցավ իր հոր։ Ամեն։ Երրորդ հոգևոր ծարավ։ Սիրելիներ, մեր Տեր Հիսուսը ծարավ չէր չունի։ Այն ծարավ էր մարդկության։ Ան ծարավ էր հոգիներու փրկության։ Ան ծարավ էր ինձի եւ քեզի։ Ան գուզեր, որ մարդիկ դառնար դեպի Աստված։ Ան գուզեր, որ ապրենք սրբության, որբեսի տեսնենք Տիրոջ փառքը։ Ան խաչի վրայի ծարավով գրեց մեր ցավերը, մեր մեղքերը եւ մեզ ազատեց հավիտենական գորուստեն եւ դվավ հավիտենական կյանք։ Եվ այսօր Տերը գուզե մեզ սորվի, որ մենք ալ ծարավ ունենանք Աստծո գենարար խոսքին, Սուրբ Հոգիին, ունենանք հոգիներու փրկության ծարավ, ծարավ Աստծո ներկայության եւ ծարավ աղոթքի։ Եկեք սիրելիներ, այս երկով մեր ծարավը, մեր գարոդը հայտնենք Տիրոջ եւ ասենք. Տեր, մեր հոգիները ծարավ են քո խոսքից, քու գենած ճուրիդ, քու ներկայությանդ եւ քու սրբությանդ։ Sarabem kes, yep
Քալին ռոչմե իրավոսյանեն որպես մոդենա եւ մեր հոգեվոր ծրագը հայտնի դիրոջ որ մենք ծարավ ենք իր խոսքին իր սուրբ ոգին իր ներկայության Ծարավենք քեզի, ծարավենք ու սուրբ ոգի, ծարավենք ու ներկայության, մենք ծարավենք ու անձի, ծարավենք Հիսուս, եկուր մեր ծարավը հագեցվի, թարս ու զանք ովդեր, որթուն աղբյուրն ես չուրին, գենթանի չուրին, յանքի չուրին, թուն աղբյուրն ես, թուն ագն ես, մենք քեզի կուկան, մեր սրդերը քու կողմդ կթարցն, մեր աչկերը քու կողմդ կթարցն, որովհետև կսենք մենք քեզի կարիք ունենք, մեր սրտերը ծարավ են, մեր հոգիները ծարավ են, առանց քեզի մենք կթարանենք, կչորանանք, թուն ես, որ մեզի կյանք ուտաս, թուն ես, որ մեզի կկենթանացնես, մեզի կյանք ուտաս, հոգի կուտաս, որովհետև թուն կենթանի Աստված ես, երբ որ ովդեր այսօր, բոլորս, որ ներկա ենք, և այն բոլորը, որ այս պահում մեզ կլսեն, Հիսուս Քրիստոս անունովդ կխնդրենք, աղաչենք, գաղաղակենք, մեզ լեցուր քեզ մոտ, լեցուր քո հոգիովը, թող լեցվինք խոսքովը, թող լեցվինք հոգիովը, թող լեցվինք կենթանի ջուրով, այն որ ծարավ է, թող ինձի կա, այն որ ծարավ է, եթե մեկը ծարավ է, մենք ծարավ ենք Տեր, և կհավատանք, և կվստահենք քեզի, որ դու մեր ծարավը պիտի հագեցնես, պիտի լեցնես մեզի, պիտի լեցնես քո ներկայությունովդ և քո անձովդ, որքան ժամանակ որ մենք քեզ խնդրենք, դու մեզ պիտի լեցնես, հավատքով և հույսով և վստահությամբ կխնդրենք ու կվերջակենք, անունովդ կխնդրենք, ամեն և ամեն։ Ամեն բան կատարվեցավ։ Խաչի ցավով դերը եկավ եւ սա կատարվեցավ։ Ինչը կատարվեցավ Տեր Հիսուս։ Կատարվեցավ բոլոր մարգարեությունները, որ գրված էին։ Եսայի մարգարեության մեջ կսել, բայց դերը հաջեցավ, որ զանիկա ձեձելով ցավերում ատն է։ Ու դերոջը գամքը անոր ցերկով պիտի հաջողի, կատարվեցավ։ Ու հանցավորներու համար միջնորդություն ըրավ։ Վարակույրը բادرվեցավ։ Հաղթությունը եկավ խաչին վրա, ցավին մեջ, արյունին մեջ, լալով հաղթությունը եկավ, երբ մեկ փարսավ, կատարվեցավ։ Ինչին հաղթությունը եկավ, իմ և քու մեղքերուն, իմ և քու մահվան վրա, իմ և քու սատանային ձուղագին, որ պիտի փորձել արել, սատանան խայտարակվեցավ, Տեր Հիսուս խաչին վրան էր, կատարվեցավ, սատանան խայտարակվեցավ, Տեր Հիսուս խաչին վրա արյուն լվա, կատարվեցավ։ Հալելույա, մեկ պար, բայց խոր իմաստ, խոր ճշմարտություն, մեծ իրականություն, հավիտենականության թուրը բացավ, հավիտենականության թուրը բացվեցավ, երբ Հիսուս խաչին վրան էր, կատարվեցավ սելով։ Հալելույա, ուրեով մա խայտոցըտ, ուրեով կերեսման քո աղթությունըտ, խաչին վրա կատարվեցավ, կատարվեցավ։ Հալելույա, սիրելիներ, ուրախություն է հիմա, հիմա ուրախություն է, որովհետև կատարվեցավ աղթությունը, որովհետև իմ և քո աղթությունըտ կատարվեցավ։ Մահը
չսեր ինձի, որովհետև Հիսուսս հարություն արած է, հաղթած է խաչին վրա, ցավս, նեղությունս ինքը իմ հետս է, խաչին վրա ցավերուն մեջ սավ կատարվեցավ, հալելույա, Արաքյալը հետևյալերս է, որովհետև մենք ալ համարձակություն ու մոդենալու արտոնություն ունենք վստահությամբ իրեն հավատալով։ Սիրելիներ, միջնորդությունը միայն Հիսուսով է։ Համարձակությունը հիմա խաչին վրա կատարվեցավ, ես եւ դու ջեղկեցինք եւ մտանք սրբության սրբոցը։ Երբ թեր Հիսուս խաչին վրաներ կատարվեցավ։ Ուստի ալամարձակությունով մոդենանք շնորհածաթորին արջև, որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհք գտնենք, պետք եղած ադեմ մեզի օգնելու։ Միայն Հիսուսով ունիս օգնություն, միայն Հիսուսով ունիս հաղթություն, միայն Հիսուսով ունիս մեղքերու թողություն, հալելույա կատարվեցավ, հայրը մեծությունը թողուց իջավ երգիր, ցավեցավ, չարչարվեցավ, արուն լվա, խաչին վրա ասավ կատարվեցավ, ինչու սիրելիս, որովհետև ինձ և քեզի շատ կսիրել, հալելույա, անցնական մոդեցում ունեցիր սիրելիս, այս բրգիչըտ կատարեց քու հաղթությունըտ, կատարեց քու թողությունըտ, կատարեց քու հավիտենականությունըտ, ապահովեց ինձ և քեզի հավիտենական կյանք, երբ թերինք խաչին վրաներ, երբ սավ կատարվեցավ, հալելույա, եկուր և դու ացի դսեք, այո մեջս ցավ կա հիմա, կատարվեցավ, Հիսուս հաղթեց, այո մեջս նեղություն կա, կատարվեցավ, Հիսուս օգնության պատրաստ է ինձի, այո մեղքերով եմ, կատարվեցավ, Հիսուս ինձի թողություն բերավ հիմա, հալելույա, հիմա այն ժամն է սիրելիս, որ հոգիիդ մեջ մոդենաս համարձակությունով և փառք տաս, և ասես մեծությունը թողուցիր դեր, այո, եկար և սիրեցիր ինձի, եկար և օգնեցիր ինձի, հալելույա, երբ թեր խաչին վրանեիր։ Եկեք այս երկով հայտարար է, որ ինքը միայն մեծությունը թողուց, հոժարեցավ խաչի մահվամբ կատարել քու փրկությունդ, հալելույա։ Sirda
Մարդկությունը քեզմով է դեռ միայն, Հիսուս փառք քեզի, որ խաչին վրա կատարեցիր ամեն բան, հալելույա, փառք քեզ, Եվ վերջապես պահը եկավ խաչեն կսված վերջին խոսքին։ Մարդկության պատմության մեջ ասկե ավերի աստեցիկ, դպավորիչ և հուզիչ բա չի կրնարը լալ, չեղավ և իրիչը լալ։ Հովանես Ավրաքյալ երբ արձանակրեց ըսելով ամեն բան կատարվեցավ, խոսքը շարունակեց ըսելով դեր Հիսուս իր գլուխը ձեռելով հոգին ավանդեց։ Դերը իր ազատ կամքով կատարեց այս մեկը, որով ով իշխանություն ունի իր հոգին վրա, ով իշխանություն ունի իր մահվան վրա, բացի ինք։ Մահը չէր, որ Հիսուսը իրեն քաշեց, այլ դերը ինք զինքը մահվան մատնեց։ Գադարելով այն խոսքը, որ ինք ըսած էր առաքյալներուն, ես պիտի տամ իմ մարմինս աշխարհի կյանքին համար։ Եվ Ղուկաս ավետարանիչ կմանրամասնե այս բահը ըսելով Ղուկաս 23:46-ի մեջ Հիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ըսավ. հայր, քու ցերքդ գավանթեմ իմ հոգիս, և երբ այս ըսավ, հոգին տվավ։ Տեր Հիսուս նախքան խաչվիլը իր աշակերտներուն հայտնած էր, թե երբ իրենք Երուսաղեմ ելնեն, թմիրներուն և կահանայապետներուն ցերքով ինք պիտի մատնվի, ինք պիտի թադապարտվի։ Բայց ոս խաչին վրա դերը ինքը իր հոգին գահանցնե իր երկնավոր հորը, ամենայն հոժարությամբ։ Ցավ արտահայտող խոսք չեր ասիկա սիրելիներ, ցավ չեր արտահայտեր, այլ հայտարարություն, Աստծո կամքին վերջնական իրականացմանը։ Տեր Հիսուս լիակատար վստահությամբ իր հոգին իր հորը կհանցնե, առանց մահվան վախը ունենալու, այլ սպառազինված հույսով, սպառազինված հավատքով և հավիտենական սիրով։ Ամբողջական իր հորը կհանցնե իր հոգին կատարյալ վստահությամբ, որով Տեր Հիսուս իր ծնունդեն, մանկութենեն և խաչով տեղյակ էր, որ ինք իր հորը կամքը կատարելու համար եկած է և ինք կամավորապես կհանձնվի հորը կամքին։ Իր հոգին ավանդած պահուն Տերը վստահ էր, որ ինք իրականացուց Աստծո կամքը, որը ինչ էր, եթե ոչ իմ և քու փրկությունը։ Տերը իր կամքով հոգին հանձնեց հորը, որպես իր մահովը թաղվին մեր մեղքերը, որպես իր մահովը մենք ազատագրվինք չարին իշխանութենեն։ Տերը իր ազատ կամքովը իր հոգին հանձնեց իր հորը և վստահ գիտեր, որ իր հարությամբ մենք պիտի ազատագրվինք մեր մեղքերը։ Մենք ասիրելիներ, Տիրոջ օրինակով կանչված ենք ամբողջությամբ մեր հորը նվիրվելու, հորը ապահով ցերքերուն մեջ կատարելապես անցնվելու։ Մարդոց ցերքերը շատ անգամ վիրավոր կլան, կամ անաբերախտ, կամ ցավ պատճառ։
Բայց սիրելիս հանցնվիր դիրոջը ձերքերում, անոր մեջ կա լիակատար հոգատարություն, անոր մեջ կա գադարյալ խաղաղություն, անոր մեջ կա փրկություն, անոր մեջ կա ազատագրություն, երբ ամեն բան գմտնի, երբ աշխարհը մութ է քո աչքիդ, ինքսինքդ դերոջը հանցնե, դերոջը դսպասե, ինչպես կսե Երեմիա մարգարեն, վասնզի դիրոջ փրկությանը սպասելը և իրեն միայն հուսալը, լրությամբ սպասելը աղեկ է ինձի, քեզի և մեր բոլորին։ Չի հանցնվինք սիրելիներ, չի դգարանանք, չի դրդմինք, չի դժգոհինք, Տերը իր աբահով ցերքերուն մեջ, ամենագարող զորության մեջ կարող է մեր մութը, մեր խավարը լույսի վերածել։ Տերը կարող է ամեն տեսակի հիվանդություն բժշկել։ Տերը կարող է ամեն տեսակի գաբանքեր ազատագրելու։ Տերը կարող է ամեն փակված թուր անալու։ Տերը կարող է ամեն անգարելի տվածող հարց լուծել։ Տերը ամենախետ է, ամեն բան է դեղյակ է, ամեն բանի կարող է։ Մարդկային ակնոցով ուրբաթը վերջն էր, բայց Աստծոքով գարդագավին հարության գիրագին, ամեն հարության գիրագին, և մենք կանչված ենք հարության զավակներ, և մենք կանչված ենք հաղթական զավակներ, և մենք կանչված ենք հավատարիմ մնացող Տերոջ ցերքերուն մեջ, Տերոջ ցերքերուն հանձնվելով կատարելապես միայն ու միայն իրեն վստահելու, Տիրոջ հանձնվող և ամբողջական նվիրում և գադարյալ վստահություն ունեցող անձն է, որ Դավիթի նման կրնա ասել. Ողորմե ինձիով Աստված, ողորմե ինձիով Աստված, վասնզի իմ անձս քեզի կհուսամ, քու թևերուդ հովանավորությանը դատ պիտի ապավիեմ, մինչև որ թշվառությունները անցնին։ Դեր ողորմյա, հիմա բաղն է սիրելիներ, որ մենք խնդրենք Տիրոջմեն իր լիակատար ողորմությունը։ Հիմա բաղն է սիրելիներ, որ մենք ամբողջությամբ նվիրվենք Տիրոջ կատարյալ ողորմությանը։ Բիի խնդրեմ այս բավան մեջ, որ թե լույսերը մարենք, և թե եթե կարելի է իրար ցերքերը բռնենք, որպես մեկ եկեղեցի, որպես Քրիստոսի մարմին, որպեսզի խնդրենք և հայցենք Տիրոջմեն իր ողորմությունը, իր խաղաղությունը, իր սերը, իր ներումը, իր բժշկությունը, Տեր եկուր և կործեր, Տեր եկուր և ողորմիր,
իր ողորմությունը մեզ մե յուրաքանչյուրին։ Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա։ Շնորհակալ ենք ով հայր, ով Սուրբ Հոգի Աստված, քու ողորմության համար ով դեր։ Հարկ կուտանք ով դեր, քեզի համար ով դեր։ Որ դու միազին որդիդ մեզի համար խրգեցիր աշխարհը։ Իր փառքը ցկելով եկավ մեզի պես անարժաններուն արժեք տվավ։ Գործված էինք, ադիջված էինք, որ դու մեզի եկավ խրգեցիր։ Մեր անեսի մեր վրային վերտուսիր ով դեր։ Շնորհակալություն գտնենք ով դեր։ Շնորհակալություն գտնենք, որ քեզի պես իսկապես հայր ունենք, թակավոր ունենք։ Միան գխնդրենք ու թակավորությունը ով դեր։ Որ դու մեզ համար խաշվեցար։ Մեզի համար քու աղթար այրուն տապեցիր։ Մեզի համար։ Մեր մեղքերը խաչին վրա կամեցիր։ Ողորմեցիր մեզի ով դեր Իսուս։ Շնորհակալ ենք ով հայր քու մեզ ողորմության համար։ Շնորհակալ ենք ով քու մեզ համբերության համար։ Դու մեզի գամբերես միջև այսօր։ Ով որ քեզի չէ մոդեցած, քեզի չէ համդեցած որդեր, դու փաստեր բացած կսպասես, քեզ ուզեր ասպը գործվի ասաշխարի մեջ, ուզես որ քեզի կա եւ իրեն ողորմես եւ ընդունես իրեն զավակ, շնորհակալ ենք ովդեր դու մեզ ընդունած ես զավակ ովդեր, բարկուտանք ու մեծ վադարության համար ովդեր, Բարկուտանք ովդեր քու մեծ զոհության համար։ Ինչպես քեզի շնորհակալություն ենք, ինչպես քեզի բարկուտան, ինչպես քեզ շնորհակալություն, քանի դու մեզի սիրեցիր ովդեր, մենք քեզ չսիրած, սիրեցիր մեզի ովդեր, քու սերդ դվիր մեզի համար ովդեր, քու սերդ դվիր մեզի համար խաշվեցար ովդեր, ողորմեցիր մեզի ովդեր, շնորհակալ ենք, մենք բարդական ենք ովդեր, քեզի ովդեր միշտ ողորմեց, բարդական քեզի ովդեր Քեզի համար ովդեր մեզ հարեր ովդեր, բարդական ենք ովդեր քեզի համար ովդեր, ապրիլ քեզի փակ բերող զավակները, որ գուզենք ովդեր քեզի համար գադարյա զավակներ լավ, որ ընդունիս մեզի ովդեր, և քեզ մդիր դիրոջ հարսանիքիտ ովդեր, շնորհակալ ենք ովդեր, որ մենք չենք ուզեր գործվի, ագուզենք քեզ հետ ապրի, մինչև մեր կյանքի մեջ Մենք կսպասենք ովդեր քու երկրորդ քալուստու, եթե մենք արժանի տեսան մեզ երկրորդ քալուստու համար ովդեր։ Բարկուտանք ովդեր, բարկուտանք ասուրամար դեր Իսուս։ Բարկուտանք ովդեր, ողորմություն ովդեր խնդրենք, որ մենք պիտի տոնենք մոդորին երկու օրեն քու հարաշապար հարությունը ովդեր։ Քու հարաշապար հարությունը ովդեր պիտի տոնենք։ Եթե քու հարություն չարիր ովդեր, մեզի համար Անաջեք իրելար, ու հարություն թրաշապար արժեք տվի Քրիստոն ճան և քեզի համար Բարկուտանք ասարոմար դեր Իսուս, շնորհակալ ենք ովդեր, տուն հարություն արիր, մերելներեն, որ մեզի նոր կյանք մտի Բարկուտանք, Իսուսի անոթ ընտրիցի, ու անոթ մեծ է ովդեր Պատիրի քեզի բայ, հիմա միշտ հավիջան սերտ Ամեն Ամեն երորդ եղբայրվական, երորդ եմ եզվե յուրաքանչյուրին սիրելներ, Փառքը լավ ովդեր այսօր արժանի էր մեզի ունենալու այս հիշադակելի պաշտամունքը, խաչելության արժանի հիշադակելի պաշտամունքը, բայց փառքը լավ, որ մեր դիրոջ գործը խաչելության չադարվեցավ, այլ դիմացնից ունենք հարավոր հարությունը, և մենք հարության զավակներ, մեզի կմնա, որ մենք ապրենք հավատքով, ապրենք վստահությամբ և Հիսուսի սիրույց ոչ մեկ ադեմ չպաշտենք, ոչ մեկ բան մեզի չպաշտնե Հիսուսի սերեն։ Եկեք այս վերջին երկով սիրելիներ, մեր ուխտերը դորուկած հրճագենք, որ ով Հիսուս, դու նոր այսքան բաներ եք մեզի համար, մենք ինչպես քեզի ցկենք, մենք ինչպես քեզի